Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման հարցում մինչև տարեվերջ շատ ավելի դրական արդյունքներ կունենանք գնահատումը վերաբերում է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջին փուլին օրենսդրության եւ քաղաքականության մշակմանը, հայտարարել է ներքին գործերի փոխնախարարը։ Ըստ Արմեն Ղազարյանի, Եվրոպան Հայաստանին ներկայացրել է 53 առաջարկություն, որի շրջանակում ներքին գործերի գերատեսչությունը մշակել է 113 կետից բաղկացած գործողությունների պլան։ ԵԱՏՄ-ի հետ անհամաձայնությունների հետնապատկերում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովը քննարկել են հայկական գինեգործական, պտուղ բանջարեղենային եւ ձկնաբուծական արտադրանքի արտահանումը Ղազախստան ավելացնելու հնարավորությունները։ Նախարարներն անդրադարձել են գյուղատնտեսական համագործակցության ընդլայնմանը եւ փոխադարձ առևտրաշրջանառության ավելացմանը։ Զգուշացնում եմ, ամեն ինչ այդքան հեշտ չէ, քրեակատարողական հիմնարկից հղած ուղերձում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա նաև նշել է, որ շատ լավ հասկանում է, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել, վիճարկելով նրա տնային կալանքը վերացնելու որոշումը։ Դատախազը հայցել է բեկանել վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշումը։ Դպրոց մուտք գործելու հարցով կլինի պատասխանատու պաշտոնյա կրթության նախարարի հրամանով հաստատված չափանիշներն ուժի մեջ են մտնում սեպտեմբերի 1-ից։ Պատասխանատուն վարչատնտեսական համակարգողը կլինի, իսկ կառավարման նոր համակարգի չանցած դպրոցներում տնտեսվարը կամ տնօրենի տեղակալը։ Թուրքիայի կրթության նախարարությունը պատրաստվում է արգելել Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեխաների կրթությունը Ստամբուլի հայկական դպրոցներում։ 2012-ից օտարերկրացի երեխաները հյուրաշակերտի կարգավիճակով կրթություն են ստացել ազգային փոքրամասնությունների դպրոցներում առանց ավարտական դիպլոմի իրավունքի։ Մոտ 14 տարի գործող կարգի հնարավոր դադարեցումը մտահոգություն է առաջացրել հայ համայնքում եւ իրավապաշտպանների շրջանում։ Աշակերտներին առաջարկել են տեղափոխվել Թուրքիայի պետական դպրոցներ։ Արագածոտնի մարզի Հովանավանքի եւ Արտաշատի Սուրբ Հովանես եկեղեցու խաչերը գողացել են, ոստիկանությունը հաստատել է մամուլում տարածված տեղեկությունը։ Նախնական տվյալներով յուրաքանչյուր եկեղեցուն պատճառվել է մոտ 100,000 դրամի վնաս։ Հայաստանում կիբերհանցագործությունների մեջ կասկածվող խումբ է վնասազերծվել, որի անդամները ներկայացել են որպես ԱՄՆ բեռնափոխադրող ընկերությունների աշխատակիցներ եւ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարել։ Իրավապահները խուզարկությամբ հայտնաբերել եւ առգրավել են նախաքննության համար կարևոր ապացույցներ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, հափշտակված ուղեբեռը վաճառվել է, իսկ ստացված միջոցները փոխանցվել խմբի անդամների հաշիվներին եւ փոխակերպվել կրիպտոակտիվների։ 7800-ից ավելի անձ վերականգնել է իր վարորդական իրավունքն առանց որակավորման քննության պետական տուրք վճարելով։ Հիշեցնեմ, սա նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի եւ խմացության պատճառով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների փոխհամաձայնությունն է։ Երևանի Կիևյան կամրջի երթևեկելի եւ հետիոտնային հատվածների նորոգման աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից 2 շաբաթ շուտ, փոխարինվել են դեֆորմացիոն կարերն ու ջրահեռացման համակարգը, կատարվել են ջրամեկուսացման եւ լուսավորության ենթակառուցվածքի հետ կապված աշխատանքներ։ Մինչեւ տարեվերջ, սակայն, Երևանի քաղաքապետարանը շարունակելու է կամարի եւ հենարանների վնասված հատվածների ամրացման աշխատանքները առանց երթևեկությանը խոչընդոտելու։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։